Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, տեղեկացնում են արտգործնախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում, այդ թվում նաեւ անդրադառնալով Իրանին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովման ուղղված ջանքերի շուրջ։ Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների Իրանից Հայաստանի տարածքով տարհանման հնարավորությանն ու արձանագրված ցուցանիշներին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Եվրամիության բարձր ներկայացուցիչը անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին։ Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը, Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող շփումների օրակարգի շուրջ։ Ստամբուլում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության եւ կոնկրետ արդյունքների հասնելու կարեւորությունը։ Զրուցակիցները անդրադարձել են նաեւ տարածաշրջանային իրադարձություններին եւ այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանը ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործընթացին եւ շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։ Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահ Էրդողանին հրավիրել Հայաստան մասնակցություն ունենալու հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Հույս ունեմ հաջորդ տարի հանդիպումը տեղի կունենա Հայաստանում։ Այս մասին երեկ Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա հույս է հայտնել Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ավելի հաճախ կայցելեն Հայաստան։ Գիտեմ, ձեզնից շատերը որոշակի պարբերությամբ այցելում են Հայաստան։ Հույս ունենք հաճախ ձեզ տեսնել Հայաստանում, մանավանդ որ Ստամբուլ-Երևան չվերթ կա։ Հույս ունեմ ինքս X պահից համակային սահմանը կբացվի։ Հույս ունեմ նաև Հայաստանում տնտեսական գործունեություն կծավալեք ու այդպես շարունակ, նշել է Փաշինյանը։ ՀԱՊԿ-ի սառեցված անդամ Հայաստանը պետք է սթափ մտածի իր անվտանգությունն ապահովելու ուղիների մասին, այդ թվում կոլեկտիվ ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում Հրեանովսցիին տված հարցազրույցում նա հաստատել է, որ ՀԱՊԿ-ին Երևանի անդամավճարի չվճարման հետ կապված իրավիճակը կարող է սկսվել դիտարկվել 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, սակայն մնում է հարց, թե որն է խնդրի լուծման բանալին։ Լուծումն ամեն դեպքում Հայաստանի իշխանությունների ձեռքում է, նշել է դիվանագետը։ Հայաստանի համար չափազանց կարևոր է բարձրացնել իր մասնակցության աստիճանը այնպիսի միջոցառումներին, ինչպիսին է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը։ Այս մասին ասել է գործարար Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը Սպուտնիկի հետ զրույցում, խոսելով միջազգային տնտեսական ֆորումի, ինչպես նաև այն մասին, թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի եվրոպական ուղեգծից եւ մնա ԵԱՏՄ-ում։ Հայաստանը պարտադիր պետք է ամեն տարի մասնակցի միջազգային տնտեսական այս համաժողովին։ Մասնակիցներ դրողների եւ գործարարների հսկայական թիվը ցույց է տալիս, որ ամենատարբեր ոլորտներում հնարավորությունները շատ են։ Համոզված եմ, նման խոշոր համաժողովներին մասնակցությունը Հայաստանին շատ ու շատ բան կտա, նշել է գործարարը։ Նրա խոսքով դա նաև կարող է նպաստել Ռուսաստանի հետ Հայաստանի եղբայրական հարաբերությունների վերականգնմանը, ինչպես երկրի տնտեսության զարգացմանը, այնպես էլ բնակչության բարգավաճման եւ անվտանգության ապահովման հարցերում դա շատ բան կտա Հայաստանին։ Դարեր շարունակ մեր ժողովուրդները բարեկամություն են արել եւ ապրել միասին, ասել է բարերարը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել բժշկի մասնագիտական տոնի առիթով, որում ասվում է.
Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով, ուստի դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք և ուզում եմ այդ փոխհարաբերությունների խաչմերուկում գերիշխի արհեստավարժությունը, անկեղծ սերը մեր ժողովրդի և երկրի հանդեպ։ Ուրախ եմ, որ մեր մասնագիտական հանրույթում ձևավորվել է բաց ու փոխվստահության վրա հիմնված մթնոլորտ, ուր կա երկխոսություն, խնդիրները, մտահոգությունները, դիրքորոշումները արտահայտելու մշակույթ։ Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև մեր բուժքույրերին, բուժեղբայրներին և բուժակներին, աջակցող անձնակազմին, ովքեր ամենամոտն են կանգնած պացիենտին, ու նրանց գթասրտության բուժհաստատություններում ստեղծվում է յուրահատուկ մթնոլորտ։ Սիրելի բուժաշխատողներ, առողջապահական քաղաքականության այս փուլում մենք աշխատանքներ ենք տանում մի կողմից ձեր գործունեության համար պատշաճ, բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցելու և վերազինելու, մյուս կողմից կրթական բաղադրիչի և մասնագիտական կարողությունների անընդմեջ զարգացման ուղղությամբ։ Բոլորիս նպատակը վստահաբար նույնն է՝ ունենալ առողջ հասարակություն, սեփական առողջության հանդեպ հետևողական քաղաքացի։ Նորից շնորհավորում եմ, մաղթելով ձեզ խաղաղ երկրում մասնագիտական նոր նվաճումներ, անսփառ ուժ ու եռանդ ձեր պատասխանատու գործում։ Շնորհավորում եմ նաև ձեր ընտանիքներին, որ այդքան ըմբռնումով են մոտենում ձեր ծառայությանը։ Շնորհակալ եմ ձեզ, առողջ եղեք։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի միջազգային օրվա կապակցությամբ, որում ասված է. Հարգելի բժիշկներ, բուժաշխատողներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ բուժաշխատողի միջազգային օրվա առիթով։ Ձեր ամենօրյա աշխատանքը զգոնություն, պատասխանատվություն և անսահման հոգատարություն պահանջող մարդասիրական գործունեություն է, որն արժանի է հանրության ուշադրությանն ու երախտագիտությանը։ Մասնագիտական տոնը լավագույն առիթն է, որպեսզի գնահատենք մեր վաստակաշատ ու բարեխիղճ բժիշկներին, որոնք անմնացորդ նվիրումով իրականացնում են իրենց առաքելությունը և արժանիորեն կրում բժշկի վեհ կոչումը։ Առանձնահատուկ շնորհավորում եմ Աբովյան համայնքում գործող առողջապահական հիմնարկների բուժանձնակազմին, որոնք մասնագիտական հմտություններով ու գիտելիքներով նպաստում են համայնքի բնակիչների առողջության պահպանմանն ու վերականգնմանը։ Շնորհավորում եմ համայնքային ենթակայության կազմակերպությունների բուժքույրերին, որոնք սրտացավ վերաբերմունքով համակարգում են իրենց վստահված կարևոր աշխատանքները։ Մասնագիտական տոնի առիթով բոլոր բուժաշխատողներին մաղթում եմ լինեն առողջ և գնահատված, շարունակեն հաջողությամբ ու նվիրումով իրականացնել մասնագիտական առաքելությունը։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ, առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Յուրաքանչյուրիդ աշխատանքի առանցքում մարդն է, նրա առողջությունն ու կյանքը և մարդկային կյանքերի փրկության գործում անգնահատելի է ձեր աշխատանքն ու նվիրվածությունը։ Ձեր մասնագիտությունը լոկ աշխատանք չէ, այն առաքելություն է ուղղված հիվանդությունների ախտորոշմանը, կանխարգելմանը, բուժմանը և մարդկային կյանքերի փրկությանը։ Սիրելի բուժաշխատողներ, մաղթում եմ ձեզ առողջություն, աշխատանքային վերելքներ, գնահատված լինելու զգացողություն, իսկ պետության կողմից առողջապահության ոլորտին ուղղված շարունակական բարեփոխումները նաև ձեր աշխատանքն ավելի լավ պայմաններում կազմակերպելու նպատակ ունի։ Առանձնահատուկ շնորհավորում եմ ռազմական բժիշկներին և Կոտայքի մարզի մեր սիրելի բուժաշխատողներին, ուժ, եռանդ և նվիրում ձեր բարդ, բայց պատասխանատու առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելու ճանապարհին։ Սույն թվականի հունիսի 10-ից 12-ին Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպումը, հայտնում է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։ Նախարարների կոմիտեի որոշմամբ ներկայացված ընդհանուր միջոցառումների համատեքստում արձանագրումներ է կատարել մարդու իրավունքների լրջագույն խախտումների համար անպատժելիության վերացման, էթնիկ շարժառիթով պայմանավորված ատելության կանխարգելման և դրա դեմ պայքարի գործողությունների ձեռնարկման առնչությամբ, ինչպես նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերսկսելու կառուցողական և արդյունքահեն երկխոսությունը քարտուղարության հետ, սույն գործով անհրաժեշտ միջոցառումները լիարժեք իրականացնելու ճանապարհային քարտեզ մշակելու համար և ներկայացնել թարմացված գործողությունների ծրագիր վճռի կատարման առնչությամբ։
Իսրայելը սպանել է Իրանի Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի Ղոդս ուժերի հրամանատարին, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Իզադին ֆինանսավորել և զինել է Համասին հոկտեմբերի 7-ի կոտորածից առաջ, սա հսկայական նվաճում է Իսրայելի հետախուզության և ՌՈՒ-ի համար, արդարադատության սպանվածների և առևանգվածների համար, Իսրայելի երկար ձեռքը կհասնի իր բոլոր թշնամիներին, ընդգծել է Կացը։ Իսրայել-Իրան պատերազմն այսօր թևակողում է արդեն երկրորդ շաբաթը։ Իսրայելն Իրանի վրա հարձակվել էր հունիսի 13-ին։ Իսրայելի ավիահարվածները թիրախավորել են Իրանի ամենամեծ միջուկային հետախուզական համալիրը, որը գտնվում է Սպահանում։ Այս մասին հայտնում է CNN-ը, վկայակոչելով Ֆարս լրատվական գործակալությանը նահանգապետի տեղակալի հայտարարությունը։ Սպահանի նահանգի մի քանի այլ տարածքներ նույնպես թիրախավորվել են, սակայն զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Իրանի ՀՕՊ համակարգերը կասեցրել են իսրայելական հարձակումները, սակայն որոշները հաջողությամբ անցել են։ Հարձակումների ժամանակ լսված պայթյունների մեծ մասը եղել է ՀՕՊ համակարգերի գործողություններից, իսկ մյուսները թշնամու հարձակումներից, նշում է աղբյուրը։ Նահանգապետի տեղակալը հայտնել է, որ հարձակման պատճառով վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել, սակայն բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել տարածքից, որպեսզի փրկարարական և ճգնաժամային կառավարման անձնակազմը կարողանա կատարել իրենց աշխատանքը։ Կիսապաշտոնական Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ Սպահանի նահանգապետի գրասենյակի անվտանգության և իրավապահ մարմինների տեղակալ Ակբար Սալեհին ասել է, որ Իսրայելը հարձակումներ է գործել նահանգի մի քանի վայրերի վրա, սակայն նավթավերամշակման գործարանին հարվածներ չեն հասցվել։ Ամեն տարի հունիսի 14-ին աշխարհում նշվում է Արյան Դոնորի համաշխարհային օրը։ Սա հնարավորություն է ևս մեկ անգամ հիշելու և գնահատանքի խոսք ասելու այն մարդկանց, ովքեր ինքնակամ արյուն են նվիրում հանուն այլ մարդկանց ապրելու իրավունքի։ Մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև 3 մարդու կյանք։ Արյան Դոնորի օրվա կապակցությամբ Յոլյանի անվան արյունաբանական և ուռուցքաբանական կենտրոնն ու ազգային ժողովը համատեղ կազմակերպել են արյունատվության ակցիա։ Ակցիայի ընթացքում արյուն են հանձնել ազգային ժողովի падգամավորները, աշխատակազմի ներկայացուցիչները։ Ես կարծում եմ յուրաքանչյուր ոք, ով ապրումակցում է և հասկանում է, որ հիվանդությունների հաղթահարումը կախված է նաև իր մեկ քայլից, և այդ մեկ քայլը արյուն հանձնելն է, պետք է որ չվարանի և սիրով մասնակցի նման ակցիաներին։ Եվ հնարավորությունը, որ մեզ տրվեց, ես կարծում եմ, որ պետք է օգտագործվի բոլորիս կողմից փրկելու համար կյանքեր, փրկելու համար ճակատագրեր։ Գիտես, որ մի լավ բարի գործ ես անելու, այդ պատասխանատվությունը կարևորելը անսահման շատ է։ Ես այդպես առավոտյան արթնացել եմ այդ տրամադրությամբ, որ գալու եմ արյուն հանձնելու, ու շատ լավ նախաձեռնություն է, որ հենց ազգային ժողովի տարածքում է իրականանում։ Արյան դոնոր լինելը գիտակցված որոշում է և կենսակերպ դոնորների խոսքով հանձնած արյունն իրենց չի վնասում, բայց փրկում է երեխաների, կյանքի ծանր իրավիճակում հայտնված մարդկանց կյանքեր։ Արյան պաշարների առկայությունն առողջապահության համակարգի անվտանգության առանցքային բաղադրիչներից է։ Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը։ Վերջի տարիների ընթացքում մանավանդ մեկ առողջապահության նախարարի մեծ ներդրումով այդ ոլորտի մեջ հիմա փորձում ենք հասցնենք 5000 տարեկան կամավոր անվարձահատույց դոնորների, որոնք տարին եթե 2 անգամ նույնիսկ հանձնեն, մենք մեր արյան պաշարը կհամալրենք։ Թեև տարեցտարի ավելի շատ մարդիկ են դառնում դոնորներ, սակայն պետք է հիշել, արյան կարիք մշտապես կա ամեն օր։ Դոնորությունը յուրաքանչյուր առողջ մարդու ներդրումն է, մեկ այլ մարդու կյանքը փրկելու գործում։ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից տոնը։ 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի։ Հայոց հեթանոս տրթատարքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են։ Այդ դեպքից հետո արքան և արքունի պալատականները ծանր հիվանդանում են։ Տրթատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն խոր Վիրապում բանտարկված Գրիգորը։ Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը։ Սուրբ Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան, դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը։ Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն։ Մեծաշուք հանդիսավորությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է հայաստանյաց Սուրբ եկեղեցու առաջին հովվապետ։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից հայ եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Սուրբ Հռիփսիմյանց և Սուրբ Գայանյանց տոներին հաջորդող ուրբաթ օրը։
օրը։ Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Այսօր ամառային արևադարձն է, հունիսի 21-ին հյուսիսային կիսագնդում լինում է ամենաերկար ցերեկը Հայաստանում 15 ժամ 2 րոպե։ Այս մասին հայտնել է Գագիկ Սուրենյանը։ Ամառային արևադարձը տեղի է ունենում, երբ երկրի բևեռներից մեկն ունի առավելագույն թեքություն դեպի արև։ Դա տեղի է ունենում տարին 2 անգամ, մեկ անգամ յուրաքանչյուր կիսագնդում, հյուսիսային եւ հարավային։ Այս կիսագնդի համար ամառային արևադարձն այն օրն է, որն ունի ցերեկային լույսի ամենաերկար ժամանակահատվածը եւ տարվա ամենակարճ գիշերը, երբ արևը գտնվում է երկնքում իր ամենաբարձր դիրքում։ Արկտիկայի շրջանի հյուսիսային կիսագնդի համար կամ Անտարկտիկայի հարավայինի համար շրջանակում ամառային արևադարձի շուրջ շարունակական ցերեկային լույս է։ Հակառակ իրադարձությունը ձմեռային արևադարձն է։ Ամառային արևադարձին երկրի առանցքի առավելագույն թեքությունը դեպի արեգակը կազմում է 23-44 աստիճան։ Նմանապես արեգակի թեքումը երկնային հասարակածից 23-44 աստիճան է։ Արևադարձ բառը գալիս է լատիներենից։ Արևադարձ նշանակում է արևը կանգ է առնում, քանի որ արեգակի ճանապարհի ակնհայտ շարժումը դեպի հյուսիս կամ հարավ դադարում է ուղղությունը փոխելուց առաջ։ Ըստ հին հայերի օրացույցի, ամառը սկսվել է հունիսի 19-ին, Նավասարդ ամսվա առաջին արեգ օրը։ Այդ օրը Ծիրան օրհնեքի օրն է եղել։ Տոնակատարությունները շարունակվել են 7 օր, մինչև Աստղիկի օրը, այդ օրը նշվել է Վարդավառը։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են հունիսի 22-ից 23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-ից 26-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ից 23-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։